Բարի երկու հարգելի ֆուտբոլասերներ, մի փոքր տեխնիկական խնդիրներից հետո սկսում ենք այսօրվա մեր հեռարձակումը։ Հիշեցնում եմ, որ այսօր հետևելու ենք Ֆրանսիա-Շվեդիա պատասխան հանդիպմանը։ Առաջին խաղից հետո հաշիվը 5-4 օգուտ Շվեդիայի հավաքականի։ Արդեն մեկնարկել է, քանի դեռ վտանգավոր դրվագներ չկան, ես արագորեն ներկայացնեմ մեկնարկային կազմերը։ Շվեդիա, համար 12 Դավիթ Սմբատյան, համար 22 Հայկ Թումանյան, համար 3 Գևորգ Պետրոսյան, համար 5 Սոս Բաբախանյան, համար 7 Նաիրի Ստեփանյան, համար 8 Կարեն Ստեփանյան, համար 11 Ռոբ Մնացականյան, համար 15 Լեոն, համար 10 Լյով Վանյան, համար 18 Գարեգին Սարգսյան, համար 17 Սամվել Մալխասյան, համար 4 Ալբերտ Հակոբյան։ Եվ Ֆրանսիայի հավաքականի կազմը համար 22 Արա Հակոբյան, պաշտպաններ համար 6 Գրիգորյան Արմեն, համար 4 Վարխուդարյան Գևորգ, համար 8 Թորոսյան Էդգար, կիսապաշտպաններ համար 55 Ավդալյան Նորայր, համար 9 Հակոբյան Ահարոն, համար 7 Պետրոսյան Լյով, համար 15 Պետրոսյան Նոդար, արեստայիններ համար 91 Ավակով Ռուբեն, համար 17 Գասպարյան Անտոն, համար 16 Փոջուկյան Ռոման, համար 2 Գևորգյան Դավիթ, Մարզիչն է Հարաջ Չերխոյանը։ Եվ այսպես հետևում ենք հանդիպմանը, եւ այստեղ ցույց չի տալիս մրցավարը կանոնների խախտում Շվեդիայի հավաքականի գրոհին ենք հետևում, հեռացնում են Ֆրանսիայի պաշտպանները գնդակը, այստեղ եզրային նետում կլինի։ Շվեդիայի հավաքականը կշարունակի գրոհը։ Ստեփանյանը գնդակը մտցրեց խաղադաշտ։ Փոխանցում այստեղ սխալ փոխանցում էր Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի կատարմամբ, Ֆրանսիայի ֆուտբոլիստներն են գնդակով հարված եւ փակված է հարվածի ճանապարհը։ Փոխանցում եւ այստեղ ազատ հարված կլինի Շվեդիայի պաշտպանած դարպասից։ Դավիթ Սմբատյանը անում է գնդակը պաշտպանի, հարկված է գնդակը, Թումանյան, Թումանյանը ստանում է գնդակը, ուժեղ փոխանցում առաջ, Ֆրանսիայի պաշտպանները հեռացնում են գնդակը, եւ այստեղ գերազանց է գործում Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Արա Հակոբյանը։ Հարկեցին գնդակը շվեդները, անգավոր կարող է ստացվել հարված, փակում են հարվածի ճանապարհը եւս մեկ հարված շեղեր։ Ֆրանսիան ազատ հարված կիրացնի։ Արգեցին գնդակը ֆրանսիացիները, Թորոսյան դարպասապահին եւ այստեղ կորուստ Ֆրանսիայի պաշտպան Գրիգորյանի կողմից եւ եզրային նետում վաստակում Շվեդիայի ֆուտբոլիստները։ Վանյանը գնդակը մտցնում է խաղադաշտ, Ստեփանյանի հետ խաղարկեցին, Վանյան փոխանցում եւ գնդակը դուրս է գալիս եզրային գծից, եզրային նետում։ Ստեփանյանը մտցնի գնդակը, ոչ թողնում է խաղընկերոջը։ Հակոբյանը մտցրեց գնդակը ուժեղ փոխանցումով։ Շվեդներն են փորձում կառուցել գրոհ։ Փոխանցում, հարված հեռվից շեղ է ընթանում հարվածը։ Եվս մեկ ազատ հարված Արա Հակոբյանի դարպասից։ Գրիգորյան փորձում են այստեղ ֆրանսիացիները գնդակը կրկի եւ դարպասապահը տեղում էր։ Ուժեղ փոխանցում առաջ, շվեդները հեռացնում են գնդակը, պայքար երկրորդ հարկում եւ գերազանց է գործում այստեղ Թումանյանը։ Եզրային նետում Ֆրանսիայի կատարմամբ կտեսնենք։
Հարկված է գնդակը Այքար և Շվեդիայի ֆուտբոլիստները հեռացնում են գնդակը իրենց կիսադաշտից, առաջինը Ֆրանսիայի ֆուտբոլիստներն են։ Երազանց խաղարկեցին, բայց այստեղ չհասկացան միմյանց դարպասապահը և կիսապաշտպանը, Շվեդիային է ասում գնդակը, Չեզրով գրող, փոխանցում դեպի կենտրոն, ետպաշտպանություն, Հակոբյան, Վանյան փոխանցում Տուգանային հրապարակի առաստում են գնդակը կրկին, բայց Վանյանը ստանում է գնդակը փոխանցում, հարված և այստեղ ինչպես է վրիպում Ստեփանյանը։ Կարծություններ են տեղի ունենում Շվեդիայի հավաքականի կազմում։ Կանե Ստեփանյանն է մտնում խաղադաշտ։ Նայրի Ստեփանյանը թողնում է խաղադաշտը։ Լևոնն է թողնում նաև խաղադաշտը։ Եվ նրա փոխարեն կարծես Գեորգ Պետրոսյանը։ Սկսված է հանդիպումը, Ֆրանսիայի ֆուտբոլիստերն են գնդակով, կորուստ այստեղ պաշտպանի կողմից։ Շարժվում են առաջ Շվեդիայի ֆուտբոլիստները, բայց այստեղ գերազանց է գործում Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը։ Տանգավոր դրություն է և այստեղ անկյունային։ Ոչ, չկար անկյունային, դուց է տալիս մրցավարը հարված դարպասից։ Գևորգյան, փոխանցում այստեղ սխալ փոխանցում էր, Գևորգյանի կատարման, բայց գնդակը մնում է ֆրանսիացի ֆուտբոլիստերի մոտ, տանգավոր կարող է ստացվել, բայց առաջինը Շվեդիայի հավաքականի դարպասապահ Դավիթ Սմբատյանն էր գնդակին։ Կրկին խլում են այստեղ գնդակը ֆրանսիացիները, բայց շատ արագ նաև կորցնում են։ Շվեդիայի հավաքականի դրոյին ենք հետևում, Թումանյան, ուժեղ փոխանցում, Ստեփանյանը թողնում է խաղընկերոջը հարված, ստեղ էր այս հարվածը Ռոբ Մնացականյանի և ազատ հարված Ֆրանսիայի պաշտպանած դարպասից։ Հարկեցին գնդակը Ֆրանսիայի ֆուտբոլիստները ուժեղ փոխանցում առաջ Թորոսյանի կատարմամբ գնդակը անցնում է Շվեդիայի հավաքականի դարպասապահին։ Եվ ինչպիսի սուր փոխանցում կարող է ստացվել, մի փոքր թույլ լինել, բայց միթե անկյունային, այո, փոքր շեղությամբ է ընթացել գնդակը։ Հարկված է գնդակը և դարպասապահը հեռացնում է և գնդակը դուրս է գալիս եզրային գծից, եզրային նետում կիրականացնեն շվեդները, Թումանյան, արագ մտցրեց գնդակը խաղադաշտ, փոխանցում, այս փոխանցումը անհաջող ստացվեց, կին ուժեղ փոխանցում առաջ այստեղ ֆրանսիացիներն են տիրում գնդակին և մրցավարացույց է տալիս կանոնների խախտում, Շվեդիայի հավաքականը վաստակում է այս խաղում առաջին Տուգանայինի իրավունքը։ Ուժեղ փոխանցում առաջ հեռացնում են գնդակը ֆրանսիացիները։ Դին փոխանցում, գեղեցիկ փոխանցում են Աչիեզը, փոխանցում Տուգանային հրապարակ և դարպասապահ Արա Հակոբյանը գերազանց գործեց, այստեղ չստացվեց ֆրանսիացիների գրոհը, գնդակը անցնում է կրկին Շվեդիայի հավաքականին։
Ախանցում, կենտրոն և հեռացնում է գնդակը։ Ֆրանսիա երկրորդ համարը։ Շարունակվում է ֆրանսիացիների գրով վտանգավորը և դարպասապահը վերցնում է գնդակը, չկար կանոնների խախտում, հստակ ցույց է տալիս մրցավարը։ Գերազանց գործեց Դավիթ Սմբատյանը։ Ստեփանյան գեղեցիկ փոխանցում է հարված և գերազանցը կորցում կրկին դարպասապահ, գնդակը մնում է Շվեյցիայի ֆուտբոլիստների մոտ, հարված և շատ անհաջող էր այս հարվածը։ Հարված դարպասից։ Հարկված է գնդակը, Հակոբյան, Գևորգյան, սխալ փոխանցում այստեղ Գևորգյանի կատարմամբ, փոխանցում հարված և փորձում էր այստեղ Ստեփանյանը շեղել դարպասապահին, բայց Արչիվարյանին ցույց տվեց իր ռեակցիան Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Հակոբյանը։ Ուժում եզրային նետում կտեսնենք Վեջեի կատարմամբ։ Ալբերտ Հակոբյանը գնդակը կմցնի խաղադաշտ։ Իրացված է գնդակը, այքար այստեղ գնդակի համար։ Սոզ Բաբախանյան հարված և կրկին այստեղ գերազանց է գործում Արա Հակոբյանը։ Ռուստ այստեղ ֆրանսիացիների կողմից վտանգավոր է հարված և մի փոքր շեղությամբ է ընթանում գնդակը։ Կրկին ազատ հարված։ Հակոբյանի պաշտպանած դարպասից Գևորգյան։ Հակոբյան, կրկին Գևորգյան, պրեսինգ են դիմում շվեդները և պրեսինգը տալիս է իր արդյունքը։ Ստեփանյան։ Հարված և փակված է հարվածի ճանապարհը, շարունակվում է Շվեդիայի հավաքականի գրոհը։ Մի փոխանցում Տուգանային հրապարակ, այթակեց այստեղ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը Ռոբ Մնացականյանը և ազատ հարված Հակոբյանի պաշտպանած դարպասից։ Առաջին կեսը մոտենում է իր ավարտին, հաշիվը դեռ բացված չէ, 0-0 կորցնում են գնդակը ֆրանսիացիները, բայց եռադարձնում են, վտանգավոր կարող է ստացվել, մնում է ֆրանսիացիների գնդակը հարված և գնդակը հայտնվում է դարպասում, ինչպիսի կրակոց էր այստեղ Պետրոսյան Նոդարի կատարմամբ և 1-0 Ֆրանսիայի հավաքականը բացում է այս հանդիպման հաշիվը և երկու խաղերի արդյունքում 5-5 այսպես գրովում են շվեդները, հոլ են խփում ֆրանսիացիները։ Այժմ Շվեդիան պետք է ավելի ակտիվ գործի։ Գնդակը շվեդներին է հարված և Հակոբյանը վերցնում է գնդակը։ Եվ մրցավարը սուլում է կանոնների խախտում Շվեդիայի ֆուտբոլիստի նկատմամբ։
Սուլում է մրցավը, կարելի է իրացնել փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը և ֆրանսիացիները մնացին գնդակով և սուլում է մրցավարը կար կանոնների խախտում Ֆրանսիայի ֆուտբոլիստի նկատմամբ։ Տուգանային և փոփոխություն Շվեդիայի կազմում դաշտ է մտնում Լյովանյանը Պետրոսյանը և Սոս Բաբախանյանը կարելի է իրացնել Տուգանայինը փոխանցում հեռացնում են շվեդները և կարող են սկիզբ դնել իրենց հակակերոյին պահում են գնդակը դաշտի սահմաններում ինչպիսի գեղեցիկ հնարք այստեղ Շվեդիայի ֆուտբոլիստի կատարմամբ փոխանցում Վանյան թողնում է խաղընկերոջը պայքար այստեղ գնդակի համար և գնդակավոր դուրս է գալիս դաշտի սահմաններից Ավդալյանը եզրային նետում կիրացնի և ինչ է ցույց տալիս մրցավարը փոփոխություն նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում դաշտը թողնում է համար 17 Գասպարյան Անտոնը և խաղադաշտ է վերադառնում համար 8 Թորոսյան Էդգարը հարկում են գնդակը ասացրել կորուստ այստեղ գնդակի Վանյան հայված և չկա ձեռքով խաղ ցույց է տալիս մրցավարը կարելի է շարունակել հանդիպումը դուրս են բերում գնդակը Շվեդիայի ֆուտբոլիստները և մրցավարը գնում է դիտելու տեսակրկնությունը Եվ վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ մրցավարը ցույց է տալիս 11 մետրանոցի նշակետը և Շվեդիայի հավաքականը վաստակում է այստեղ իր 11 մետրանոցը այնտեղ ձեռքով խաղ կար մրցավարը ցույց է տալիս և տեսնենք ով է մոտենալու գնդակին Վանյանն է մոտեցել գնդակին Հայվա
է փրկում Ֆրանսիայի հավաքականին։ Եվ ինչպիսի դրվագ էր, ինչպես Վանյանը չկարողացավ դակ ուղարկել դարպասը։ Հերո, ցավալի դրվագ էր իհարկե Շվեդիայի ֆուտբոլիստների համար։ Եվ տուգանային այժմ կիրացնեն Ֆրանսիայի ֆուտբոլիստները։ Ուժեղ փոխանցում տուգանային հրապարակ հեռացված է գնդակը։ Շվեդիայի հերոին ենք հետևում։ Փոխանցում Վանյան։ Մխաղանկերոջը պայքար այստեղ։ Գնդակի համար և մի ամուր ուժերով ֆրանսիացիները դուրս են բերում գնդակը եզրային նետում։ Պետրոսյան այստեղ գերազանց պայքարեց և Գևորգյան այժմ եզրային նետումը կիրասնի հարկված է, շվեդները խլում են գնդակը։ Կան այստեղ գնդակի համար և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Արա Հակոբյանը վերցնում է գնդակը։ Ուժեղ փոխանցում առաջ անհաջող ստացվեց այս փոխանցումը և Շվեդիայի հավաքականը վաստակում է եզրային նետման իրավունք։ Մի քանի րոպե առաջին խաղակեսի ավարտին առայժմ Ֆրանսիայի հավաքականը հաղթում է 1-0 հաշվով։ Ընդհանուր երկու խաղերի արդյունքում 5-5։ Բաժնում է ֆրանսիացիների առաջ փոխանցում հեռացված է գնդակը, շարունակվում է Ֆրանսիայի հավաքականի գրոհը։ Ավդալյան փոխանցում Ծախիեզեր փոխանցում տուգանային հրապարակ և ազատ հարված Շվեդիայի հավաքականի դարպասից։ Անդրադարձվեց այնտեղ գնդակը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստից։ Փոփոխություն Շվեդիայի կազմում Վանյանն է թողնում խաղադաշտը։ Նա փոխարեն խաղադաշտ է մտնում Շվեդիայի կազմում Յոնը։ Նեղություն եմ խնդրում տեխնիկական մի փոքր թերության համար շարունակվում է հանդիպումը։ Նաև խաղադաշտը կարծես թե թողել է Ստեփանյանը։ Եվ նրա փոխարեն համար 11 Ռոբ Մնացականյանն է վերադարձել խաղադաշտ։ Շարունակում ենք հետևել Շվեդիայի գրոհին, փոխանցում Լիոնի ուղղությամբ, Լիոնը թողնում է աղանկերոջը գնդակը, Սոս Աբախանյան, փոխանցում կրկին Լիոնին, փոխանցում վտանգավոր է, հարված է Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը, հեռացնում է գնդակը։ Ուժեղ փոխանցում առաջ և այստեղ Գևորգյանը կպայքարի գնդակի համար Շվեդիայի ֆուտբոլիստի հետ, փոխանցում և գերազանց է գործում այստեղ Ավդալյանը և կարծես վնասված է ստանում։ Շարունակվում է հանդիպումը։ Ֆրանսիացիները դուրս են բերում գնդակը։ Պետրոսյանը գերազանց է պաշտպանվում այս դրվագում։ Շարունակվում է այստեղ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստների գրոհը, փոխանցում անկյունային։ Հակոբյանը դուրս է բերում գնդակը անկյունային։
Արկվածը գնդակը փոխանցում հարված եւ գնդակը շեղությամբ հենթանում Բաբախանյանի հարվածից հետո այս կլինի եւս մեկ անկյունային պաշտպանը մի փոքր շեղել էր գնդակի ուղղությունը Աքսյանը թողնում է խաղընկերոջը Ստեփանյանը կիրասնի անկյունայինը բարձրից փոխանցում հարված եւ թույլ էր այս հարվածը դարպասապահը վերցնում է գնդակը եւ պայքար գնդակի համար շարունակում է Ֆրանսիայի հավաքանի գրոհը եւ այստեղ վտանգավոր խաղ է կարծես արձանագրել մրցավարը այո դուգանային հարված իրականացնի Շվեդիայի հավաքականը գրոհելուց ֆրանսիացի ֆուտբոլիստները վտանգավոր գործեցին Շարունակվում է հանդիպումը Շվեդիայի ֆուտբոլիստներն են հերոում գնդակը դուրս են բերում Ֆրանսիայի պաշտպանները բայց արագ վերադարձնում են նաև Շվեդիայի ֆուտբոլիստները բայց կանոնների խախտում Եվ այնտեղ կարծես ընկել է Ֆրանսիայի ֆուտբոլիստը Եվ ինչ է գնում է դիտելու կրկնապատկերը մրցավարը Եվ վերադառնում է մրցավարը Եվ չկար 11 մետրանոց ցույց է տալիս Պետք է այժմ շարունակել հանդիպումը Ուժեղ փոխացում առաջ դարպասապայի կողմից եւ վերջ ավարտված է առաջին խաղակեսից հետո Ֆրանսիայի հավաքականը հաղթում է 1-0 հաշվով նոր
Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ, Մեգալիգայի եթերում շարունակում ենք հետևել Ֆրանսիա-Շվեդիա հանդիպմանը, առաջին խաղակեսից հետո Ֆրանսիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթում է Շվեդիայի հավաքականին։ Նշեցնում եմ, որ Պետրոսյանն ադառն են Ֆրանսիայի կազմից դարձել գոլի հեղինակ։ Այժմ գնդակը Շվեդիայի հավաքականի մոտ է։ Ուժեղ փոխանցում Տուգանային հրապարակ հեռացնում են գնդակը, հարված է Շվեդիայի հավաքականը։ Շատ արագ կրճատում է հաշվի տարբերությունը եւ 1-1, բայց ինչ է այստեղ մրցավարը գնում է դիտելու տեսակրկնություն, իթե այնտեղ կար կանոնների խախտում։ Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ, մրցավարը ցույց է տալիս կանոնների խախտում եւ գոլը արձանագրված չէ։ 1-0 առայժմ հանդիպման հաշիվը մնում է։ Ուժեղ փոխանցում առաջ Ֆրանսիայի ֆուտբոլիստների կատարմամբ, շվեդները կրկին տիրում են գնդակին։ Ստեփանյանը Նրանց են գործում և ձեզ անկյունային, այո, Շվեդիայի հավաքականը վաստակում է անկյունային իրավուն։ Գավիգնի Սարգսյանը վաստակեց այս անկյունայինը։ Փոխանցում բարձրից և հեռացնում են ֆրանսիացիները գնդակը։ Սարգսյան շեղեր հարվածը։ Եվ կլինի ազատ հարված Ֆրանսիայի հավաքականի պաշտպանած դարպասից։ Արկեցին գնդակը, բայց ոչ, պետք է փոխել գնդակը։ Այժմ խաղարկված է գնդակը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների կատարմամբ սխալ գործողություն, այստեղ ֆրանսիացիների կողմից դուրս են բերում գնդակը, պաշտպանները փորձեց կարճել գնդակից Ֆրանսիայի ֆուտբոլիստը Ավդալյանը, բայց գնդակը դուրս եկավ եզրային գծից, շարունակվում է այժմ հանդիպումը, Շվեդիան է գրում հարված և դարպասապահ Հակոբյանը վերցնում է գնդակը, ուժեղ փոխանցում
Անհասցրել այս փոխանցումը Թումանյան Դակա վերադառնում եմ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստերի մոտ Այքար այստեղ հանդակի համար Եվ եզրային նետում է վաստակում Ֆրանսիան Թորոսյանը եզրից կնետի Անզուրաց պաշտպանվում են Ասայի ֆուտբոլիստները Այքար և եզրային նետում է Ցույց տալիս Ցավարը Այդ Շվեդիայի կատարմամբ կտեսնենք Հակոբյանը կմցնի գնդակը իրացված է Ստեղ փոխանցում Ստեփանյանի կողմից եւ դարպասապահ Հակոբյանը որսում է գնդակը շատ վտանգավոր փոխանցում է Լումեն գնդակը շվեդները հորված եւ բարձր են տանում Կորցնում են այստեղ Հնդակը Ասացիները Թորոսյանը կորցրեց Եզրային նետում իրացված է Շվեդիայի հավաքականի կատարմամբ Ստեփանյան Շարունակվում է շվեդների գրոհը, բայց այդ փոխանցում պետք է նորից սկսել հեռվից հարված ևս մեկը շատ անհաջող ստացվեց շատ վտանգավոր հարված էր իհարկե Արպասապահ հրաշքով ետ մղեց գնդակը Իրացված է Ֆրանսիայի կատարմամբ եզրային նետումը Եվ քիչ էր մնում այստեղ խլել Ֆրանսիայի ֆուտբոլիստը Եվ մենակ դուրս գալ Արպասապահի հետ Այժմ Շվեդիայի գրոհին ենք հետևում բայց գերազանց է գործում Ավդալյանը սայթակում է կորցնում է գնդակը Սարգսյան Փոխանցում Ստեփանյանի ուղղությամբ Սարգսյան Հարված փակում են հարվածի ճանապարհը Ֆրանսիայի ֆուտբոլիստները Երկու գնդակ կար խաղադաշտում Եվ եզրային նետում Հասնեն ֆրանսիացիները Այքար այստեղ գնդակի համար Ֆրանսիացիները կարողացան չեզոքացնել վտանգը պետք է դուրս բերել գնդակը եւ եզրային նետում են վաստակում Ուժեղ փոխանցում առաջ Ավդալյանի ուղղությամբ գնդակը անցնում է բոլորի վրայով Ավդալյան առաջ թողեց գնդակը իրենից եւ ազատ հարված Շվեդիայի հավաքականի պաշտպանած դարպասից Եվ փոփոխություն է տեղի ունենալու Շվեդիայի կազմում Վանյանն է մտնում խաղադաշտ Եվ Մնացականյանը Խաղադաշտը թողնում է երկու Ստեփանյանները Նայրին և Կարենը Շարունակվում է հանդիպումը Ֆրանսիայի պաշտպանները դուրս են բերում գնդակը Առջում է այստեղ Ֆրանսիայի ֆուտբոլիստը գնդակից Պետրոսյան Նոդարը Եվ այստեղ Շարունակվում է Ֆրանսիայի գրոհը հեռվից փոխանցում Դարպասապահն է վերցնում գնդակը Մնացականյան Ընկնում է Մնացակanyանը կանոնների խախտում է ցույց տալիս մրցավարը
Այժմ Տուգանային կտեսնենք։ Սարգսյանն է մնացել դակի մոտ Թումանյանի հետ միասին։ Ոչ, գնդակի մոտ է մնում Սարգսյանը։ Սարգսյան, հարված, պատիր վրա է վերցնում գնդակը։ Առաջինը Սարգսյանը կհասնի գնդակին, բայց գերազանց են պաշտպանվում ֆրանսիացիները։ Դուրս են բերում գնդակը։ Պետրոսյան, գերազանց է գործում Պետրոսյանը։ Եվ միթե չկար կանոնների խախտում ցույց է տալիս Ցավարը։ Չկար եւ պետք է եզրային նետում իրացնեն Շվեդիայի ֆուտբոլիստները։ Նացականյան երազանց անցում էր եւ չկար կանոնների խախտում կրկին ցույց է տալիս մրցավարը ազատ հարված։ Ֆրանսիայի պաշտպանը դարպասից Հակոբյանը հանդակը կմցնի։ Տասնմեկ րոպե անցել է արդեն երկրորդ խաղակեսի սկզբից։ Առայժմ հաշիվը 1-0 օգուտ Ֆրանսիայի հավաքականի։ Հարկեցին գնդակը։ Սիները։ Ավդալյան, գերազանց է խաղում այստեղ Հակոբյանի հետ։ Պետրոսյան փոխանցում հարված և ևս մեկ հարված դարպասապահի հետ է մղում գնդակը։ Անկյունային շատ վտանգավոր դերություն էր։ Ուժեղ փոխանցում Տուգանայի հրապարակ Ավդալյան հարված դարպասապահ դուրս է բերում գնդակը։ Հրաշքով չի հայտնվում գնդակը։ Շվեդիայի հավաքականի դարպասում ևս մեկ անկյունային կտեսնենք։ Փոխանցում հարված փորձ եւ դարպասապահ առաջինն է հասնում գնդակին։ Հակագրովում են Շվեդիայի ֆուտբոլիստները, բայց ֆրանսիացիները դուրս բերեցին գնդակը։ Այժմ դիրքային գրով կլինի Ավդալյան։ Եվ կանոնների խախտում է ցույց տվել մրցավարը։ Գրովում են Շվեդիայի ֆուտբոլիստները եւ բրավո այստեղ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանին դուրս բերեց գնդակը։ Բարխուդարյանը և կարծես անկյունային։ Ոչ, եզրային նետում է ցույց տալիս մրցավարը։ Մնաց Սականյան։ Սականյան շրջանցում էր Ավդալյանին, բայց Ավդալյանը գերազանց է պաշտպանվում։ Բորուստ գնդակի Ֆրանսիայի ֆուտբոլիստների կատարմամբ հարված հեռվից շեղեր այս հարվածը։ Փոքր անդրադարձ է եղել և կլինի անկյունային։ Գագի Սարգսյանն է գնում իրացնելու։ Փոխանցում հարված և բարդ է ստացվում։ Ազատ հարված կլինի Հակոբյանի պաշտպանած դարպասից։ Գնում են Ֆրանսիայի հավաքականը, բայց կորցնում են գնդակը։ Վտանգավոր էր Վանյանի փոխանցումը Ստեփանյանի ուղղությամբ, Սարգսյանի ուղղությամբ ներողություն եմ խնդրում, բայց մի փոքր ուժեղ ստացվեց։ Փոփոխություն Շվեդիայի հավաքականի կազմում Ողնում է խաղադաշտը կազմում Բաբախանյանն է և նրա փոխարեն Ստեփանյանն է մտնում խաղադաշտ, Կարեն Ստեփանյանը։ Եվ այստեղ կորցնում է գնդակը Ֆրանսիայի 7-րդ համարը և
Եզային նետում իրացնեն շվեդները Մանյան մնում է գնդակով Շվեդիայի հավաքականը վտանգավոր է Սարգսյանը և բրավո դարպասապա Անտունային Սարգսյանն է գնում իրացնելու Սան փոխանցում դուրս են բերում գնդակը ֆրանսիացիները Թումանյան Սարգսյան շարժվում է կենտրոն Սարգսյանը Սունվանյանի ուղղությամբ դուրս է բերված գնդակը և շատ ուժեղ էր այս փոխանցումը չի հասնի այստեղ Պետրոսյանը գնդակին և եզրային նետում Շվեդիայի հավաքականի կատարմամբ Իրացված է գնդակը, Թումանյանը նետեց գնդակը խաղադաշտ, Վանյան, շարժում է աչ եզրով Վանյանը և գերազանց է գործում այստեղ Ֆրանսիայի 17-րդ համարը, Գասպարյան Անտոնը, Եվս մեկ եզրային նետում, Ստեփանյանը իրացնում է, հեռացված է գնդակը, Պետրոսյան, Կարչեց գնդակից նոդարը Շվեդիայի ֆուտբոլիստերը խլում են գնդակը Վանյան Վանյան փոխանցում փոխարկված փոխանցում են կատարում Վանյանը բայց գերազանց են կրկին պաշտպանվում Ֆրանսիայի ֆուտբոլիստները Պետրոսյան նոդարը գերազանց պայքարեց Աչ եզրով Հարված և բրավո դարպասապա Ինչպիսի փրկություն էր Եվս մեկ փոխանցում տուգանային հրապարակը Անտունային կլինի Մնացականյանն է գնում իրանցնելու Անտունայինը Մնացականյան փոխանցում դուրս է գալիս գնդակը տուգանային հրապարակից բայց գնդակով են մնում Շվեդիայի ֆուտբոլիստները Վանյան փոխանցում կենտրոն Ծնաչ եզր փոխանցում տուգանային հրապարակի հեռացված է գնդակը Վանյան չի ստացվում Վանյանի հարվածը Ֆրանսիանը հակագրահում Եվ ինչպիսի անցում է, բայց դարպասապա առաջինը կհասնի գնդակին Ուժեղ փոխանցում առաջ Ասայի դարպասապա ավարձնում է գնդակը Ֆրանսիացիներն են գնդակով Կորցնում են այստեղ ֆրանսիացիների գնդակը, բայց կան կանոնների խախտում, ցույց է տալիս մրցավարը Տուգանային փոխանցում վտանգավոր կարող է ստացվել այստեղ փոխանցում Տեսան հարված և փախնում է հարվածի ճանապարհը Ստեփանյանը գրում են Շվեդիայի ֆուտբոլիստները և Օրուստ այստեղ Ֆրանսիայի ֆուտբոլիստների կատարմամբ կրկին Շվեդիան է գրում Ստեփանյան հարված եղել Ազատ հարված կլինի Հակոբյանի պաշտպանած դարպասից Տասրոպ է հիմնական ժամանակի ավարտին
ուժեղ փոխանցում առաջ շվեդներն են առաջինը գնդակին Սարգսյան Որցրած գնդակը Սարգսյանը սխալ փոխանցում այստեղ Ֆրանսիայի պաշտպանի կատարման վտանգավոր է եւ բրավո Հակոբյանին Անսնուրաց են պաշտպանվում ֆրանսիացիները Եվ ինչ է այստեղ Եթե Ֆրանսիայի տղկար Տուգանային հրապարակում խախտում և մրցավարը գնում է դիտելու տեսակրկնություն Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ, մրցավարը ցույց է տվել, որ չկա 11 մետրանոց հարված և այժմ կրկին գնդակով են Շվեդիայի ֆուտբոլիստները Սարգսյան կորցրեց գնդակը Սարգսյանը Ստեփանյան դանդաղեցրեց գրող Ստեփանյանը Նաչեզնով են խաղարկում Սարգսյան շարժվում է կենտրոն և Պետրոսյանը այստեղ այս գնդակը փոխանցում վտանգավոր ստացվել և առաջինը դարպասապարն է հասնում գնդակին Եզրային նետում Ֆրանսիայի կատարմամբ
Գերլարված հանդիպման են կականատեսնում հարգելի ֆուտբոլ ասերներ։ Բացում են գնդակը ֆրանսիացիները։ Հարկագրող այստեղ Շվեդիայի կատարմամբ Սարգսյան փոխանցում եւ Հակոբյանը վերցնում է գնդակը։ Ուժեղ փոխանցում առաջ։ Պետրոսյանը կպայքարի։ Եվ գերազանց փոխանցում էր հեռացնում են գնդակը շվեդները։ Եզրային նետում է վաստակում Ֆրանսիան, Թորոսյանն է գնում եզրային նետում իրացնելու, փոխանցում, այդքան գնդակի համար հեռացնում են այստեղ Շվեդիայի ֆուտբոլիստները գնդակը, վտանգավոր գործեց Շվեդիայի ավականի ֆուտբոլիստը հեռացնելիս, այս ամեն ինչ կարգին է, դա շարունակել հանդիպումը, եզրային նետումը խաղարկված է, Նեոդար Պետրոսյան, Ստեփանյան, հակագրոում են շվեդները, Սարգսյանի ուղղությամբ փոխանցում, Սարգսյան, դուրս է եկել դարպասապարից և բարձր է ընթանում գնդակը, հերկվում է այստեղ Ֆրանսիայի հավաքականը, մի փոքր ցածր ընդհանուր գնդակը հաշիվը կհավասարվեր եւ Շվեդիան երկու խաղերի արդյունքում առաջ կասներ կրկին կորուստ Ֆրանսիայի ֆուտբոլիստների կատարմամբ Ստեփանյան անում է Այրի Ստեփանյանին մնում են գնդակով շվեդները եւ եզրային նետում Ֆրանսիայի հավաքականի կատարմամբ կտեսնենք Ո այստեղ սխալ փոխանցում է Ֆրանսիայի ֆուտբոլիստի կատարմամբ Գրովում են կրկին շվեդները, ֆրանսիացիները շարունակում են պաշտպանվել, Թումանյան հեռացրեց գնդակը Ավդալյանն է շտապում գնդակի ուղղությամբ, պարում է գնդակը դաշտի սահմաններում, բայց ոչ մրցավարություն է տալիս եզրային նետում, գնդակը ասնում է Շվեդիայի հավաքականին, Թումանյանը ուժեղ նետումով գնդակը մտցնում է առաջ, ձախ եզրով շարժվում է առաջ, շվեդները փոխանցում հարված շեղել, Եվս մեկ ազատ հարված Արպասից Ֆրանսիա հավաքականի գնդակը դուրս է գալիս եզրային գծից Շվեդիա եվս մեկ եզրային նետում պետք է իրացնի Հաշված րոպեներ են մնացել հանդիպան հիմնական ժամանակի ավարտին Եթե չգրանցվի գոլ Դիտենք 11 մետրանոց հարվածան շար հակում էր Եզրային նետում տեսնենք Շվեդիայի կատարմամբ Թումանյանը իրացնի եզրային նետում հարկված է Սարգսյան անցկացնել գնդակը այդքան այստեղ Պետրոսյանի հետ մնում են գնդակով շվեդները հարվածի փորձ սայթակում է գնդակով են շարունակում մնա շվեդները հարված փակված է հարվածի ճանապարհը Ուս է պետք բերել գնդակը շարունակվում է Բրավո Հակոբյանի ևս մեկ դուրս բերում Դանդավոր հարված և շեղ է ընթանում գնդակը Եվ վերջ ցույց է տալիս հիմնական ժամանակի ավարտը մրցավարը և կարծես թե դիտելու են 11 մետրանոց հարվածաշար Այո
Ապսրեցին ֆորվարդները գնդակը հաջորդրեն եդրեին Ոչ, դեռ չի սուլել մրցավարը, ներողություն եմ խնդրում, մեզրային նետում, իզ մի պաղթված, որ մրցավարը արձանագրել է։ Հանդիպման ավարտը, բայց ոչ, շարունակվում է հանդիպումը։ Մեզրային նետում, խաղարկում են ֆրանսիացիները։ Պետրոսյանը կորցրեց գնդակը, հակագրում են Շվեդիայի ֆուտբոլիստները և ինչպիսի սա անկում են Ֆրանսիայի ֆուտբոլիստի կատարմամբ։ Եվ այստեղ Վանյանի հարվածը շեղ է ստացվում և սունում է մրցավարը, այո, պիտելու ենք 11 մետրանոց հարվածը շար։ ավակականը կենտրոնով Իհարկե, բրավո Ֆրանսիայի հավաքականի պաշտպանությանը։ Հոյակապ խաղ ցուցադրեցին ֆրանսիացիները, նույնն էլ կարելի է ասել Շվեդիայի հավաքականի մասին։ Գերազանց են գրոհում նաև Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները։ 11 մետրանոցը չիրացված այժմ պետք է հիշեն Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Այժմ դիտելու ենք 11 մետրանոց հարվածաշար։ Ինչպիսի վերջաբան էր իհարկե բանը Եվ այսպես սկսվում է 11 մետրանոց հարվածաշարը Ստեփանյանն ընդեմ Հակոբյանի Սունում է մրցավար կալի հարվածը Ստեփանյան հարված և գոլ գրավում է Ստեփանյանը պասը և 1-0 11 մետրանոց հարվածաշարում Գնդակին է մոտենում Նոդարը Պետրոսյան Պետրոսյանն ընդեմ Սմբացյանի Ալի հարվածել հարվածել 1-1 Ռացականյանն է մնում Գնդակի մոտ Ալի հարվածել Մնացակալյան հարվածել Շարունակվում է հարվածաշարը Եվ Ավդալյանն է մոտենում գնդակին Սունում է մրցավարը, կալի հարվածել Ավդալյան Գոլ 2-1 Ֆրանսիայի հավաքականը առաջ է հասնում 11 մետրանոց հարվածաշարում Շվեդիայի ասնելու հերթն է հարված և գրավում է այստեղ Շվեդիայի ֆուտբոլիստը դարպասը 2-2 մեկ հարված ունի
Հայրոց է վրիպում այստեղ Ֆրանսիայի ֆուտբոլիստը։ Երկու։ Սարգսյանն է մոտենում գնդակի։ Հայրոց է ավատականի։ Հակոբյանն է, դարպասապան է գնում իրացնելու։ Հակոբյան հայրոց է դարպասացավ։ Վրիպում է այստեղ դարպասապար։ Եվ չի փոփոխվում հաշիվը 2-2։ Վանյանն է մոտեցել գնդակին։ Վանյան, հայրոց և գրավում է այստեղ Վանյանը և Շվեդիայի հավաքականը 3-2 է դարձնում հետ խաղը 11 մետրանոցներում հաշիվը և այստեղ գնդակին է մոտենում Մարին 91 Ֆրանսիայի հավաքականի կազմից Ավակովը Ավակով հայրոց է և 11 մետրանոց հարվածաշարում Շվեդիայի հավաքականը հաղթանակ է տանում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ ինչպիսի 11 մետրանոց հարվածաշարի ականատես եղանք հարգելի ֆուտբոլասերներ շնորհավորում ենք Շվեդիայի հավաքականին հաղթանակի կապակցությամբ Ձեզ հետ էր մեկնաբան Հենրիկ Զալյանը կհանդիպենք մեգալիգայի ու եթերում հաջորդ հանդիպումների ընթացքում